Հիմա անցնելու ենք Աստծո խոսքին եւ դրա համար կուզենամ, որ ուղղակի պատրաստենք եւ մտածենք առանց Աստծո խոսքի, ասեմ անիմաստ է ընդհանրապես ամեն ինչ։ Եթե չլիներ խոսքը, մենք չենք կարողանա հավատայինք, չենք կարողանա ճիշտը սխալից տարբերել եւ առհասարակ ոչ մի բան չենք կարողանալ։ Դրա համար առանց Աստծո խոսքի չենք կարող։ Շարունակելու ենք մեր սերտողությունը Թեսաղոնիկեցիս նամակի եւ խոսելու ենք նորից կարևոր թեմայի մասին։ Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը եւ թե ինչ է նա խոստանում։ Բայց մինչև սկսել եկեք աղոթենք։ Տեր Աստված, փառք ենք քեզ տալիս այս հնարավորության, այս առիթի համար, որ եւս մեկ օր ես շնորհել եւ եւս մեկ հնարավորություն ես տվել գալու քո առաջ։ Խնդրում եմ ով Տեր, որ դու խոսես մեզ հետ, որ այն ամեն ինչ որ խոսելու ենք, բխի միմիայն քո խոսքից, Տեր։ Օգնի, որ կենտրոնացած լինենք միայն քո ճշմարտության վրա եւ թող որ քո ճշմարտությունը փոխի մեզ։ Մեր հավատքը հաստատուն պահի եւ դու օգնի, որ իրապես պատրաստ լինենք քեզ դիմավորելու, որտեղ դու ես մեր Տերը, դու ես մեր Փրկիչը, դու ես մեր հույսը, որով որ ուզում ենք առաջնորդվենք։ Ողորմիր, գթաս, սրբիր եւ դու փառավորվիր։ Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի։ Ամեն։ Շատ լավ։ Եթե կհիշեք, անցած կիրակի մենք խոսում էինք, որ Պողոս Առաքյալը, երբ որ սկիզբը առնում կամ ընդհանրապես Թեսաղոնիկեցիս նամակն է գրում, հենց ամենասկզբում հարկ է համարում ինչ անելու, գոհունակություն հայտնելու, շնորհակալություն հայտնելու այն ամենի համար, ինչ որ մենք ունենք։ Եվ այդ ժամանակ առանձնացրեցինք 5, այսպես ասած, առիթներ կամ 5 պատճառներ, որի համար մենք պետք է շնորհակալ լինենք։ Այսօր դրանից հետո, երբ որ արդեն մեր հոգին այսպես ասած պատրաստ է շնորհակալություն հայտնելու, մենք հասկանում ենք, մենք գիտակցում ենք, թե մենք ինչ կարգավիճակում ենք գտնվում, Հիսուս, այս Պողոս Առաքյալը արդեն անդրադառնում է կոնկրետ արդեն բուն խնդրին կամ բուն առաջին թեմային։ Դա Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստն էր։ Այլ կերպ ասած, Փեսայի վերադարձի մասին է խոսում։ Հիսուս Քրիստոսի երկրորդ գալստությամբ հատուցում են ստանալու բոլորը, ըստ արժանինքների։ Բոլոր նրանք, ովքեր որ Տիրոջը հավատացին, եւ բոլոր նրանք, ովքեր որ մերժեցին Տեր Հիսուս Քրիստոսին եւ մերժեցին այն շնորհը, որը որ Տեր Հիսուս Քրիստոս տվեց։ Մենք սպասում ենք, որ Փեսան Քրիստոսը գա եւ իր հարսին եկեղեցուն տանի իր մոտ։ Եվ Պողոս Առաքյալը հենց այդ պահն է նկարագրում Տիրոջ երկրորդ գալուստը։ Դա համար եկեք միասին ընթերցենք երկրորդ Թեսաղոնիկեցիս առաջի գլուխ, կարդալու ենք միասին 6-ից 4-ից 10 համարները։ Երկրորդ Թեսաղոնիկեցիս առաջի գլուխ 4-ից 10 համարները։ Եթե դեմ չեք ոտքի կանգնենք եւ Աստծո խոսքը ոտքի կանգնած կարդանք։ Երկրորդ Թեսաղոնիկեցիս նամակ, առաջի գլուխ, 4-ից 10 համարները։ Այնպես որ մենք Աստծո եկեղեցիներում ձեզանով պարծենում ենք ձեր համբերության ու հավատի համար, ձեր բոլոր հարածանքների ու նեղությունների մեջ, որոնց դուք համբերում եք։ Դա Աստծո արդար դատաստանի նշանն է, որպեսզի դուք Աստծո արքայությանը արժանի լինեք, որի համար էլ չարչարվում եք, քանի որ արդար է Աստծո առաջ ձեր նեղության պատճառողներին հատուցել նեղությամբ, իսկ ձեր նեղության կրածներիդ հանգիստ մեզ հետ միասին, իր զորության հրեշտակների հետ երկնքից Տեր Հիսուս Քրիստոսին հայտնվելու ժամանակ, բոցավառ կրակով վրեժ առնելու նրանցից,
ովքեր Աստծուն չեն ճանաչում ու մեր Տեր Հիսուս Քրիստոսի ավետարանին չեն հնազանդվում։ Նրանք պատիժ կկրեն հավիտյան կործանումով, զրկվելով Տիրոջ երեսը տեսնելուց ու նրա փառավոր զորությունից։ Այն օրը, երբ գա փառավորելու իր սրբերի եւ հիացմունքի արժանանալու բոլոր հավատացյալների մեջ, որովհետեւ մեր վկայությունը կհաստատվի ձեր մեջ այդ օրը։ Ամեն։ Նստեք խնդրեմ։ Եթե առաջի գալուստը Հիսուս Քրիստոսի ոչ թե դատելու համար էր, այլ փրկելու համար էր, կարդում ենք Հովանու 3:17-ում, ասում է, քանզի Աստված իր որդուն չուղարկեց աշխարհը դատելու, այլ որ աշխարհը նրանով փրկվի, Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը լինելու է արդեն դատաստանի համար։ Դատաստանի համար։ Հիսուս Քրիստոս, երբ որ երկրորդ անգամ գա, չի խաչվելու, չի չարչարվելու։ Ինչու՞, որովհետև արդեն իսկ զոհաբերություն եղել է։ Արդեն իսկ զոհ է եղել մեզ համար, որպեսզի մենք փրկություն ունենանք։ Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը գալու է փառքով եւ գալու է վերցնելու այն, ինչ որ իրեն է պատկանում։ Աստված, մենք կարդում ենք, որ Տեր Հիսուս Քրիստոս խորարեցրեց ինքն իրեն եւ Աստված էլ ինչ արեց, բարձրացրեց իրեն եւ ողջ իշխանությունն ու ողջ զորությունը տվեց Տիրոջ ձեռքերի մեջ։ Գրված է, որ ժամանակ է գալու, որ բոլորն են խոնարհվելու Աստծո մեծության առաջ։ Բայց ուղղակի պահ է լինելու, որ շատ-շատերի համար դա արդեն ուշ է լինելու։ Ինչու, որտեղ իրենց կյանքի ժամանակ չխոնարհվեցին Տիրոջ առաջ։ Երբ որ Հիսուս գա, երբ որ Հիսուս Քրիստոս վերադառնա, տեղի ունենալու երկու իրադարձություն։ Առաջինը նա տալու է արքայություն հավատացյալների համար, իր զավակների համար, իր որդիների համար։ Ես մեկ անգամ ընթերցենք 4-7 համարները։ Այնպես որ մենք Աստծո եկեղեցիներում ձեզանով պարծենում ենք ձեր համբերությամբ ու հավատի համար ձեզ բոլոր հալածանքների ու նեղությունների մեջ, որոնց դուք համբերում եք։ Հիմա նայեք։ Պողոս առաքյալը, երբ որ շնորհակալությունը հայտնում Տիրոջը, այն ամեն օրհնությունների համար, որ Թեսաղոնիկե եկեղեցում կար, ինքը ասում է, այս հասկանալով, շնորհակալություն հայտնելով Տիրոջը, նաև ուրախանում ենք ինչով, որ դուք որպես Աստծո եկեղեցի ինչ եք անում, հալածվում եք, հալածանք եք կրում։ Այդ հալածանքի մեջ, բայց չեք ընկնում մեղքի մեջ, չեք ասում Տեր Աստված ինչ չեք թույլ տվել, որ այս ամենը իմ կյանքում լինի, չեք բողոքում, չեք փնթփնթում, այլ ինչ եք անում, գրված է, որ համբերում եք եւ շարունակության մեջ ասում է համբերում եք հավատալով։ Հավատք բառը զուգահեռաբար նշանակում է նաև հավատարմություն։ Իրանք համբերում էին եւ հավատարիմ էին մնում ում Աստծուն։ Գիտեք, հեշտ է խոսել հավատքից, հեշտ է խոսել Քրիստոսից, սիրուց, երբ որ նեղության մեջ չես։ Ամեն ինչ նորմալ է, կյանքդ հալած յուղի պես պտտվում է, առաջ է գնում, ինչ բողոքելու բան ունես։ Քո համար արոք փարոք ապրում ես, կարծես թե ամեն բան լավ է։ Այս պարագայում հավատալը որոշ առումով հեշտ է, չնայած սրա մեջ էլ ծայրահեղություն կա։ Մարդիկ, ովքեր որ ամեն ինչ ունեն, շատ դեպքերում էլ ասում են Աստծո կարիքն էլ չունենք։ Կա բայց նաև երկրորդ ծայրահեղությունը, որ մարդը երբ որ կարիքի մեջ է անգնում, երբ որ նեղության մեջ է, նոր է հիշում Աստծուն։ Կամ երբ որ իր ուզածով Տերը չի պատասխանում, սկսում է բողոքել, սկսում է փնթփնթալ, սկսում է ասել, եթե Աստված կա, ինչու ենք մենք այս նեղությունը քաշում, ինչու ենք այս դժվարությունը մենք ունենում, եւ այլն, եւ այլն, եւ այլն։ Այնինչ մենք նման մոտեցում չպետք է ունենանք։ Պողոս առաքյալն ասում է, մենք ուրախանում ենք ինչով, որ դուք համբերության ժամանակ, նեղությունների ժամանակ համբերում եք, նեղությունների ժամանակ հավատարիմ եք։ Բայց ո՞րն է իրանց այդ ուժը տվողը։ Մենք արդեն ասացինք, որ իրապես ամեն բան Տիրոջից է գալիս, բայց իրանք հույս ունեն։ Այդ հույսը կախված է Հիսուս Քրիստոսի երկրորդ գալստյան հետ։ Շարունակենք։ Նայեք, ասում է, պարծենում ենք ձեր համբերության ու հավատի համար, ձեր բոլոր հալածանքների ու նեղությունների մեջ, որոնց դուք համբերում եք։
Ինչու մեր հալածանքը։ Ժամանակին կռապաշտության մեջ էին, բազմաստվածությանն էին հավատում, հիմա արդեն ճշմարտությանն են ճանաչել։ Հարևանների, բարեկամների, հարազատների կողմից որպես ինչ են իրանք համարվում։ Դավաճաններ, աղանդավորներ, նույնիսկ աթեիստներ, գիտեք ինչու, որովհետև մեկ Աստծուն են սկսել հավատալ, իրանց մոտ պանթեոնը լիքը աստվածներ, չակերտավոր չաստվածներ ունեն, ժամանակին ես ասած դա մեր հավատամքն էր, մեր աստվածներն են, ու դու մեր պապերի հավատքը ինչ եք արել, ուրացել եք։ Ցանոթ արտահայտություն, հա։ Ինձ համար ցանոթ է, շատերը մեկ-մեկ գալիս են ասում են մեր առաքելական եկեղեցին, մեր պապական եկեղեցին, մեր հայ եկեղեցին ուրացել եք, աղանդավոր եք դարձել, եւ այլն, նույն կարգավիճակում էր գտնվում Թեսաղոնիկեի եկեղեցին։ Բայց այդ ամեն ինչի մեջ ինչ էին անում, համբերում էին, հնազանդ էին Տիրոջը, որովհետեւ գիտեին մի բան։ Այն մնացած այդ մարդկանց ասածները անցնելու են գնալու են։ Սա է կարևոր, թե Տերը ինչ է մտածում, որտեղ եմ ես։ Իրապես Տիրոջին եմ, թե Տիրոջինը չեմ։ Դրա համար ասում է հալածանքի եւ նեղության մեջ, որոնց դուք ինչ եք անում, համբերում եք։ Այդ համբերությունն էլ ասեմ, որ զուտ, սենց ասած, ատամների կրճտոց չի, հնարավորություն ունի, ես դրանց կասեի եւ այլն եւ այլն։ Այս ձևի մոտեցում չի։ Ակնկալիքը սպասում ենք ումից, նորից Աստծուց, որ իր ժամանակին վրեժխնդիր է լինելու եւ ամեն մեկին ըստ իրենց արարքի ու ասացի պատասխան է տալու։ Դրա համար Հակոբոսը առաջի գլխում 2-4 համարների մեջ խոսում է սրա մասին։ Ինչ է ասում Հակոբոսը առաջի գլուխ 2-4 համարների մեջ, ասում է լիարժեք ուրախություն համարեք եղբայրներ եւ տարատեսակ փորձանքների մեջ եք ընկնում։ Լսում եք ինչ է ասում։ Մեկը կարող է ասել Հակոբոս ջան, ինչ ես խոսում։ Փորձության մեջ, նեղության մեջ ո՞նց ուրախ լինենք, բայց կարիք կա։ Տերը թույլ է տալի, որ մենք այդ ամեն ինչի միջով անցնենք։ Ինչու՞, որտեղ գործ ունի անելու մեզ հետ։ Ասում է 3-րդ համար իմանալով, որ ձեր հավատի փորձությունը համբերություն է առաջացնում։ Ուշադրություն դարձեք, ասում է նեղության մեջ եք, հավատարիմ եք, հաստատուն եք ձեր հավատքի մեջ եւ համբերում եք։ Կարիքը կա, որ մենք այդ նեղությունների մեջ սովորենք հավատքով համբերելու։ Իսկ համբերությունը ինչ է առաջացնում, 4-րդ համար, իսկ համբերությունը թող լիովին գործուն լինի։ Այսինքն ոչ թե ծալած նստած սպասում եմ Տեր երբ ես ազատելու, այլ Տիրոջ խոսքի համեմատ վարվում եմ։ Խոսքի մեջ եմ ավելի, աղոթքի մեջ եմ ավելի, ծառայության մեջ եմ ավելի, որպեսզի այդ ամեն ինչով Տերը ինձ ուժ ու կարողություն տա այս փորձության մեջ ինչ անելու, ոչ թե ընկնելու, ոչ թե մեր գործելու, այլ հակառակը հավատքից մեջ ավելի հաստատվելու։ Երբ որ այս ամեն ինչը տեղի է ունենում, այդ ժամանակ մենք շարունակության մեջ ասում է, որպեսզի կատարյալ լինեք ու ոչ մի բանի պակասություն չունենաք։ Նեղություններն են, որ մեզ օգնում են հոգևոր հասունություն ունենալու, ու երբ որ իմ ակնկալիքը, իմ հույսս դնում եմ Տիրոջ վրա, ամեն նեղություն, ամեն դժվարություն կկարողանամ կրեմ։ Ինչի՞, որտեղ գիտեմ մի բան, ամեն բան Տիրոջ ձեռքերի մեջ է, ու արդեն փորձառություն ունեմ, Տիրոջից փորձառություն ունեմ, որ ընկել եմ այս ամեն ինչի մեջ, Տերը ինձ ինչ արել, պահել է, ազատել է եւ հնարավորություն է տալիս նորից քայլելու։ Նեղության մեջ ոչ թե փնփնթում ենք, այլ այդ հույսով ենք ապրում, որ Տերը պահում է, թեև ստեղ նեղություն կկրենք, թեև ստեղ խնդիր կունենանք, հավիտենականության մեջ Տերը իր խոստումն է տվել։ Դրա համար ժամանակ է գալու, որ ամեն մեկն էլ իր արդար դատաստանն է ստանալու։ Մի եղբայր հետևել խոսքն է ասում է Աստծո արդար դատաստանը չի երևում այս աշխարհի բեմում։ Իրականում տենց է։ Շատ դժվարություններ ենք տեսնում, անարդարություն ենք տեսնում, ու շատ դեպքերում ասում ենք Տեր ուր է քո արդար դատաստանը։ Ինչու ես մեկին էզև չարեցին, ինչու են այդ հարուստները եւ այլն գողերը ավելի են բարգավաճում, այս հարցերը նոր չեն։ Եվ այս երկրից վրա աշխարհի բեմում մենք չենք տեսնում կարծես Տիրոջ արդար դատաստանը։ Բայց լսեք, այն հաստատ կդրսևորվի գալիք դարաշրջանում։ Երբ որ Տեր Հիսուս Քրիստոս
իր գահին նստի։ Նեղությունները չեն վկայում նրա բացակայության մասին, լսում եք։ Երբ որ մենք նեղության մեջ ենք, դա չի վկայում նրա մասին, որ Տիրոջ դատաստանը ուշացել է կամ Տիրոջ դատաստանը չի լինելու, այլ վկայում է նրա մասին, որ նրա արդար դատաստանը գործադրվելու է իր ժամանակին, երբ որ Տերը սահմանել է։ Մենք շարունակության մեջ ասում եմ, դա Աստծո արդար դատաստանի նշանն է։ Ինչ արդար դատաստանի մասին է խոսքը գնում։ Ո՞րն է Աստծո արդար դատաստանի նշանը։ Ըստ խոսքի։ Չէ։ 4 համարի մեջ ինչ ասենք։ Ժողովուրդը ինչ էր կրում։ Նեղություն էր կրում։ Շարունակության մեջ ասում է նայեք։ Դա Աստծո արդար դատաստանի նշանը, որ դուք նեղություն եք կրում։ Ինչու՞, որովհետև դուք Աստծունն եք, դուք Աստծո արքայության զավակներն եք։ Եթե Աստծո արքայության զավակներ չլինեիք, այդ նեղությունները չեք կրելու։ Այդ կարգավիճակում չեք գտնվելու։ Բայց շարունակությունը նայեք։ Ինչի համար է Տերը թույլ տալիս այդ ամեն ինչը, որպեսզի դուք Աստծո արքայությանը արժանի լինեք։ Ինչպես Քրիստոս չարչարվեց, այդպես էլ մենք պետք է չարչարվենք։ Մենք պետք է նեղություն կրենք մեր հավատքի ճշմարտության համար։ Եթե մենք նեղություն չենք կրում, ուրեմն ինչ-որ մի բան այն չի։ Եթե իմ կյանքում ամեն բան լավ է, որևիցե խնդիր, որևիցե հարցեր չկա, ուրեմն ինչ-որ մի բան այն չի։ Ուրեմն ես շարունակում եմ ապրել աշխարհի հասկացողություններով, աշխարհի նման, ոնց որ աշխարհն է գնում, նույնն էլ ես եմ անում, դրա համար աշխարհին չի ինձ պետք է նեղություն տա, չի տալու։ Ինչ որ աշխարհն է անում, նույնն էլ ես եմ անում, նույն կարգավիճակում էլ ես եմ գտնվում, բայց եթե ես ընթացքին, աշխարհի ընթացքին հակառակ եմ քայլում, դա ցույց է տալի, դա նշանն է, որ ես Աստծո զավակ եմ, ու սա բերելու է նրան, որ ես ժառանգելու եմ Աստծո արքայությունը, ոչ թե այս երկիրը, ոչ թե այն ինչ որ աշխարհն է առաջարկում։ Այս նշանը արդար դատաստան է, որպեսզի ցույց տա հավատացյալի իսկական հավատքը, որպեսզի վավերացնի, որ նրանք արժանի են Աստծո արքայությանը, ոչ թե իրենց գործերով, այլ Քրիստոսի շնորհքով, որտեղ Քրիստոսի շնորհքով ենք փրկված։ Տիրոջ զամակները դրա համար են սպասում իրենց Փեսայի գալստյանը, Մատթեոս 5:12։ Նայեք ասում է, ուրախացեք ու ցնծացեք, որովհետև երկնքում ձեր վարձքը շատ է, չի ասում երկրում, չի ասում երկրի վրա եք շատ հարուստ լինելու, ստեղ եք հարստության հասնելու, ստեղ եք, չգիտեմ, առողջ փառոք ապրելու, առողջ եք լինելու, չէ։ Ասում է ուրախեցեք ու ցնծացեք, որովհետև երկնքում վարձք ունեք, որովհետև այդպես հալածեցին ում մարգարեներին, որոնք ձեզանից առաջ էին։ Մի զարմացեք, ասում է, մի կարծեք էդի, որ ինչ-որ մի բան է, որը որ խորթ է ձեզ համար։ Ինչպես որ մարգարեներին են հալածել, այդպես են նաև հալածելու ում ձեզ են հալածելու։ Ինչպես որ մարգարեներին նկատմամբ են վարվել, նույնպես եւ ձեզ հետ են վարվելու։ Հիմա թողնենք մարգարեները, ինչպես վարվեցին Քրիստոսի հետ։ Սուրբի հետ, ամենասուրբ, ամենակատարյալ մեկի հետ ինչպես վարվեցին։ Անարդար կերպով, չարագործ կերպով խաչեցին, սպանեցին, չարչարեցին։ Տերը այդ ամեն ինչ ինքն էր ծրագրել, այո, ինքը պետք է այդ ամեն ինչով մեզ փրկագներ։ Բայց հասկացեք, սա ցույց է տալիս մեղավոր աշխարհի էությունը։ Մեղավոր աշխարհը այդ կյանքով այդ հասկացողությամբ ապրում, բայց մեր հույսը Քրիստոսի գալստությամբ է, որ նա մեզ արքայություն է խոստացել։ Այդ հույսով ենք դիմանում, այդ հույսով ենք շարունակում ապրել արդար կերպով, երբ որ կանանք հնարավորություններ ինչ որ գողանալու, խաբելու, մեր այսպես ասած չակերտա, որ ուզածը առաջ տանելու, այդ ամեն ինչից հրաժարվում ենք, ինչու՞։ Որտեվ Տիրոջից է գալու իր վարձատրությունը։ Տերն է մեր կյանքի կենտրոնը։ Հիսուս խոստացավ վարձատրություն նրանց համար, ովքեր որ հանուն Քրիստոսի նեղություն են կրելու։ Հիմա մի քանի հոգևորականներ կան, իրանց չարագործությունների համար դատվում են։ Անունը դրել են, բա տեսեք, ավետանում գրված է, երանելի են նրանք, ովքեր որ նեղություն են կրում եւ չարչարանք են կրում։ Համեցեք։
Հիմա այդ մարդիկ Քրիստոսի ավետարանի համար են նեղություն կրում։ Չէ, ժողովուրդ ջան, իրենց հանցանքների, իրենց հարցագործությունների համար են այդ նեղությունը կրում։ Դե համար Պետրոս Արաքյանն ասում է, երբ որ նեղություն եք կրում, ուրախացեք, որ Քրիստոսի համար եք կրում։ Բայց ասում է, հանկարծ ու հանկարծ չդատապարտվեք որպես խաբեբա, որպես գող, որպես մարդասպան։ Ինչու՞, որտեղ մենք դրա հետ կապ չունենք, եթե մենք նման վարք ունենք, տեղին է, որ նույնիսկ երկրից վրա մենք դրա պատասխանը տալու ենք։ Բայց եթե չարչարվում ենք ավետարանի քարոզության համար, ճշմարտության համար, այդ ժամանակ Տիրոջ խոսքն ասում է ինչ ենք, երանելի ենք։ Ինչու, որովհետև մեր հույսը ու մեր նպատակը ոչ թե երկիրն է, ոչ թե ժամանակավորն է, այլ հավիտենականն է, որը որ մնայուն է, որը որ որևիցե մեկը մեր ձեռքից չի կարող խլի։ Ինչպես է դա լինելու, ինչ տեսք է ունենալու այդ վարձատրությունը, ես չգիտեմ, բայց գիտեմ մի բան, եթե Տերս խոստացել է, իր խոստումը կատարելու է, ինչ որ կերպով դա արտահայտվելու է, ես չգիտեմ, բայց գիտեմ մի բան, որ Տերս հավատարիմ է։ Այդ հույսով էր ապրում Պողոս Արաքյալը, որն ասում էր, ժամանակը եկել է ու արդեն իսկ սպասում եմ այն վարձատրությանը, որը որ Տերը ինձ խոստացել է։ Ու բոլոր առաքյալները այդ տրամաբանությամբ էին առաջ շարժվում։ Մեր համար էլ նույնպես նեղության դժվարությունների մեջ ոչ թե նայում ենք այդ խնդիրներին, դժվարություններին, այլ նայում ենք ում Հիսուս Քրիստոսին, այն խոստմանը, որ ինքը տվել է։ Մարդիկ երկրից վրա շատ են խոսում արդարության մասին, բայց մեծ մասը, երբ որ խոսում են արդարության մասին, խոսում են դիմացինին հատուցում ստանալու համար, այլ ոչ թե իրենց արարքների մասին են մտածում։ Հետևաբար, արդարությունը եկեղեցու համար լինելու է ինչ? Ուրախություն, ցնծություն, հանգստություն, ինչու որտեղ Քրիստոսով ստանալու ենք այդ հանգստությունը։ Շարունակության մեջ նայեք։ Աստծո արդար դատաստանի նշանն է, որպեսզի դուք Աստծո արքայությանը արժանի լինեք, որի համար էլ չարչարվում եք։ 6-րդ համարը, քանի որ արդար է Աստծո առաջ ձեզ նեղություն պատճառողներին հատուցել նեղությամբ։ Այսինքն արդեն իսկ Աստված խոստանում է, ասում է նրանք, ովքեր որ ձեզ են նեղություն պատճառում, ժամանակը գալու է իրանք այդ նեղությունը կրելու են, այդ դատաստանի առաջ կանգնելու են։ Դա ձեր գործը չի, բայց շարունակությունը նայեք 7-րդ համարը։ Իսկ ձեզ նեղություն կրածներիդ հանգիստ մեզ հետ միասին։ Լսում եք, երբ որ այդ նեղությունը կա, երբ որ այդ ճնշումը կա, երբ որ այդ խնդիրները կա, Պողոս Արաքյանն ասում է, Տերը խոստացել է հանգիստ։ Ձեզ հետ միասին, այսինքն միասին եք լինելու։ Ես ձեզանից անջատ չեմ։ Ես որպես Պողոս Արաքյան, ինչպես որ ես եմ ստացել այդ հանգստությունը ստանալու եմ, նույնպես եւ դուք եք ստանալու այդ հանգստությունը։ Դա ման ինչ է ասում, հանգիստ մեզ հետ միասին իր զորության հրեշտակների հետ երկնքից Տեր Հիսուս Քրիստոսի հայտնվելու ժամանակ։ Երբ որ Տեր Հիսուս Քրիստոս հրեշտակների հետ բանակով, հրեշտակապետի փողի ձայնով հետ վերադառնա, ամեն մեկին իր հատուցումն է տալու։ Մենք այդ հատուցմանն ենք սպասում, մենք սպասում ենք իր արքայությանը, որովհետև դա է մեր հույսը, դրանով ենք մենք առաջ շարժվում։ Պատկերացեք մի իրավիճակ, պատկերացեք մի սպորտսմեն, որ վազում է մի երկար մրցուղի, ու արդեն քիչ է մնացել, որ հասնի, բայց հոգնած ես, որոշ առումով թևերը թուլացած են, ու ինչ է լինում այդ ժամանակ, կողքի մարդիկ հանդիսատեսը սկսում է ինչ անել, քաջալերել, շարունակիր, մինչև վերջ գնա, այս նույն տրամաբանությամբ մենք պետք է շարունակենք, այս կոչը, որպեսզի մենք նեղությունների մեջ ինչ անենք, շարունակենք հարատևել, շարունակենք քայլել, շարունակենք վստահել, որ Սուրբ Հոգին մեզ այդ կարողությունն ու ուժը կտա, որպեսզի պսակը ինչ անենք, ժառանգենք, պսակը ստանանք։ Մեզ համար ուրախության ու ցնծության օր է լինելու։ Բայց նրանց համար, ովքեր որ Քրիստոսինը չէ, Հիսուս Քրիստոսի գալուստը լինելու է դատապարտության համար։ Բոլոր նրանք, ովքեր որ Քրիստոսինը չեն, ստանալու են ոչ թե օրհնություն, այլ ստանալու են դատապարտություն։ 8-ից 10 համարները։ Նայեք 8-րդ համարը։ Բոցավառ կրակով վրեժ առնելու նրանցից, ովքեր Աստծուն չեն ճանաչում ու մեր Տեր Հիսուսին ավետարանին չեն հնազանդվում։ Երբ որ մենք կարդում ենք ընդհանրապես կրակը, Աստվածաշնչում կրակը միշտ խորհրդանիշն է եղել դատաստանի։ Ամեն առումով։
Եվ մենք որպես քրիստոնյաներ այս դատաստանից արդեն ասացի չպիտի վախենանք։ Սակայն նրանք, ովքեր որ մերժել են Հիսուս Քրիստոսին, մերժում են ավետարանը, իրենց համար դա սարսափելի օր է լինելու։ Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը սարսափելի օր է լինելու, ինչի, որովհետև որևիցե պատասխան չեն կարողանալու տալ։ Ինչու, որովհետև ավետարանը լսեցին, ճշմարտությունը լսեցին, բայց ինչ արեցին, մերժեցին։ Ինչ են սպասվում նրանց կամ ինչն է բաժինը այդ մարդկանց։ Առաջինն ասում է բոցավառ կրակ, դատաստանը։ Երկրորդը շարունակությունը նայեք։ Ասում է բոցավառ կրակով վրեժ առնելու նրանցից, ովքեր Աստծուն չեն ճանաչում ու մեր Տեր Հիսուսի ավետարին չեն հնազանդվում, նրանք պատիժ կկրեն հավիտենական կործանումով, այսինքն դատապատիժ, դատապատիժից հետո կամ դատաստանից հետո գալիս է հավիտենական ինչ կործանում, այլ ընթացք չկա, հույս մի ունեցեք, որ քահանային կանչելու եք, քահանան ձեր թաղմանը ասելու է աջակողմյան թագավորությունից ուղարկի մեզ ձախակողմյան ու դրանով փրկություն եք ստանալու։ Մի մտածեք, որ դուք ավազակի նման ձեր կյանքի վերջի վարքյանին ասելու եք Տեր Հիսուս, հիշիր ինձ քո թագավորությամբ ու փրկություն եք ստանալու։ Հա մի անգամ տենց եղել է, բայց դա չի նշանակում, որ ձեզ այդ է վերաբերվում։ Մի այդ հույսը փափագեք ձեր կյանքի վերջին վարքյանների վրա, որտեղ չգիտեք ձեր կյանքի վերջը երբ ալնելու, երբ այդ պահը գալու։ Դրա համար ասում է փրկության պահը հիմա է։ Հիմա է, երբ որ խոսքը լսում ենք։ Հիմա է, որպեսզի մեր սիրտը չխստացնենք, այլ հակառակը բացենք ու խոստովանենք։ Ուրեմն ինչ է լինելու, դատաստան է սպասվում բոլոր նրանց, ովքեր որ ավետարանին չհնազանդվեցին, հավիտենական բաժանում է Աստծուց եւ Տիրոջ երեսը չտեսնելու կորուստը, շարունակությունը։ Նրանք պատիժ կկրեն հավիտյան կործանումով, զրկվելով Տիրոջ երեսը տեսնելուց ու նրա փառավոր զորությունից։ Լսում եք։ Եվ սա խաղուպար չի, ժողովուրդ։ Մարդիկ կան մեկ-մեկ դժողքը փորձում են նկարագրեն ադեն հավատացյալների դրախտը անհետաքրքիր տեղ է, սաղորը նստած երգում են հրեշտակների հետ, նվագում են ու վերջ։ Էսի իրենց տրամաբանությունն է դրախտի։ Մենք ընդեղ սատանայի հետ դևերի հետ տժալու ենք, կներեք էլ այս արտահայտությանս համար, բայց շատ հայերը այս տրամաբանությամբ են շարժվում, նույնիսկ դրա համար, չգիտեմ, երգ են գրում, բան են անում, էսկոմ ենկոմ, բայց ժողովուրդ ջան, էդի հեչ, սենց ասած, կներեք էլ այս արտահայտությանս համար, ճիշտ ասած լավ էլ տժալու տեղ է, բայց տժալու են կարծես վարարանի վրա նստած տժալու են, այս առումով։ Աստծո խոսքն ասում է, որ հավիտենական բաժանում է լինելու ու դատաստան է լինելու ու դրանից հետ դարձ չկա։ Ես չեմ ուզում որևիցե մեկին վախացնեմ, առավելևս մենք վախենալու բան չունենք, եթե Քրիստոսինն ենք։ Բայց վայ նրան, ով որ ավետարանը կլսի ու այդ ավետարանը ինչ կանի, կմերժի։ Վայ նրանց, ովքեր որ այդ արդար դատաստանին կհասնեն առանց Քրիստոս միջնորդ ունենալու։ Մի քարոզիչ հետևյալ խոսքն ասում է Աստծո արդարությունը պահանջում է, որ մեղքը ստանա իր վերջնական վարձքը։ Եվ եթե մարդիկ չեն փրկվում խաչի շնորհիվ, ապա իրենք պիտի կրեն իրենց մեղքի ամբողջ ծանրությունը։ Լսում եք։ Աստծո արդարությունն ասում է, որ մարդը պետք է կրի մեղքի ամբողջական վարձքը։ Եթե խաչի միջոցով հատուցում չես ստացել, այդ հարցին լուծում չես գտել, Քրիստոսի միջոցով փրկությունը չունես, կրելու ես վերջնական պատասխանը քո կատարած մեղքերի համար։ Կա մեր մեջ մեկը, որ մեղք չի գործել։ Լավա ձեռքեր չեմ տեսնում, որտեղ եթե տեսնել ձեռքեր չի հավատալու։ Բոլորս էլ մեղավոր ենք, բոլորս էլ կարիք ունենք Քրիստոսին։ Բայց առանց Քրիստոսի որևիցե մեկը չի կարող փրկվել։ Ուզում եմ մի քիչ համեմատություն անեմ Սաղմոս 73-ի հետ, սա իմ սիրած սաղմոսներից մեկն է։ Դեք Սաղմոս 73-ի մեջ նկարագրվում է Աստծո արդարի կամ Ասափի մտածմունքները։ Երբ որ ինքը ապրում էր երկրից վրա, ու երբ որ տեսնում էր, թե ինչպես են ապրում ամբարիշտերը, նայեք ինչպիսի նկարագրություն է տալի։ Սաղմոս 73, 1-5 համարները, ասում է. Հիրավի Աստված բարի է Իսրայելի համար, սրտով ուղիղների համար։ Հիմա այս ամենասկիզբը ասում է, որ մենք կենտրոնանանք, այն ինչ որ հիմա ասելու եմ,
Հանկարծ չկարծեք, որ այսի է ճշմարտությունը, սա է ճշմարտությունը, որ Աստված բարի է եւ հավատարիմ է, նայեք։ Եվ քիչ էր մնացել, որ ոտքերս ծռվեին եւ բան չէր մնացել, որ քայլերս սահեին։ Ինչ էր տեղի ունեցել, որովհետեւ նախանձեցի ում ամբարտավաններին, ամբարիշտների խաղությունը տեսնելով, որովհետեւ նրանք ցավ չունեն, մինչեւ իրենց մահը եւ նրանց մարմինն էլ ամուր է, նրանք մարդու նեղության մեջ չեն եւ չեն տանջվում ուրիշ մարդկանց հետ։ Ուշադրություն դարձնում եք, Ասափը տաճարում փառաբանության առաջնորդ էր։ Մեկն էր, ով որ ծառայում էր Տիրոջը, ու ասում էր քիչ էր մնացել, որ ինչ անեի, շեղվեի, սայթակեի, ինչ էի տեսել։ Տեսա, որ ամբարիշտները առոք-փառոք ապրում են, խաղաղության մեջ են, մարմիններն ամուր են, այսինքն ոչ ցավ ունեն, ոչ հիվանդություն են, խնդիր բան չունեն։ Ապրում են իրենց ուզածով ու գրված են նույնիսկ շարունակության մեջ, ունեցված դեր գնալով ինչ են անում, ավելացնում են։ Քիչ էր մնացել, որ ինչ անեի, սահեի, սայթակեի։ Բայց երբ որ ասում է գնացի տաճար, տեսա, որ ինչ հատուցում են իրենց սպասվում։ 12-ից 19 համարները։ Եթե հետո ավելի առիթ կունենաք, այս ամբողջ Սաղմոսը կարդացեք։ 12 համարը։ Նրանք են ահա ամբարիշտները, որ հաջողակ են այս աշխարհում եւ ավելացնում են հարստությունը։ Հիմա 16 համարը։ Եվ ես միտք արեցի, որ այն իմանամ, սակայն դժվար էր իմ աչքի առաջ, այսինքն ուզում էի հասկանալ, ուր է Տիրոջ արդարությունը, ուզում էի հասկանալ ինչի է սենց, ինչի են անարդարները բարգավաճում։ 17 համարը, մինչև որ Աստծո սրբարանը մտա եւ նրանց վերջը իմացա, այսինքն երբ որ Տիրոջ ներկայության մեջ էի, երբ որ Աստծո խոսքը տեսա, հասկացա այդ մարդկանց ինչը, վերջը, ինչն է այդ վերջը։ Ասում է հիրավի դու նրանց հեշտ սահելու տեղ ես դնում, կործանվելու մեջ ես գցում նրանց, ինչպես են հանկարծակի ոչնչանում, սատկում, կորչում զարուրանքով։ Շարունակության մեջ ասում է երազի պես է լինելու։ Երազ տեսել եք հեչ։ Արտանում եք ոնց է երազը բրծնում, ոնց է երազը ավարտվում։ Ասում է իրենց կյանքն էլ տենց երազի պես է։ Այդ ճակերտավոր խաղաղությունը այս պայծրությամբ կա, ու արդեն չկա այդ ամեն ինչը։ Սահելու տեղ են, այսինքն մտածում են, որ իրանք ամուր են կանգնած, բայց պահը գալու է, ընկնելու են ու կործանվելու են։ Մինչև որ ես տեսա հատուցումը, դրա համար Պողոս առաքյալը Թեսաղոնիկեցիներին ինչ է հիշեցնում, ասում է գիտեմ, որ նեղություն եք կրում, գիտեմ, որ արժանի է, որ նրանք, ովքեր որ ձեզ նեղացնում են, արդար դատաստան լինի, բայց ասում է մի նեղվեք, այս ամեն ինչը նշանն է, որ դուք Տիրոջինն եք, պետք է համբերեք, որտեղ դուք հավիտենականություն եք ժառանգելու, նրանք ժառանգելու են հավիտենական դատաստանը։ Դրանից հետո նաև Ասափը ինքը տեսնում է, թե ինչ է սպասում Տիրոջից, 24-ից 28 համարները, նայեք ինչ է ասում արդեն, երբ որ տեսավ այդ վերջը, դարձի է գալի, ապաշխարում ասում է, քո առաջ անասունի պես էի, ցավ է ապրում, ու նայեք ինչ է ասում, 24 համարը, դու ես ինձ առաջնորդում քո խորհրդով եւ վերջը փառքով պիտի ընդունես ինձ։ Տեսնում եք տարբերությունը, այն ժամանակ կասկածում է, այն ժամանակ ասում է, կարող է հենց այստեղն եմ ծառայում քեզ Տեր, կարող է հենց այնպես տեղն եմ արդար կերպով փորձում վարվել, կարող է այս ամեն ինչը անիմաստ է, բայց ասում է, երբ որ տեսա այս ամեն ինչի ավարտը, ասում է, գիտեմ մի բան, որ դու ես ինձ առաջնորդում եւ դու ես ինձ փառքով ինչ անելու, առաջ բերելու, դու ես փառքով ինձ ընդունելու։ Ով ունեմ ես երկնքում, երկրի վրա էլ քեզանից բացի ուրիշ բան չեմ ուզում։ Ինքը արդեն հասկացավ, որ եթե ես քեզ ունեմ, ուրիշ բան ինձ պետք չի, ուրիշ մեկը ինձ պետք չի, ես ունեմ այն ինչի կարիքը, որ իրապես ունեի։ Սա է այն փափագը, սա է այն կարիքը մարդու, որ ամեն մեկը ունի։ Որովհետև քեզանից հեռացողներն ահա պիտի ինչ անեն, կորչեն։ Դու պիտի սատկեցնես բոլոր նրանց, ովքեր որ շնություն են անում քո դեմ, բայց ինձ համար ինչ է, բարի է, որ մոտենամ Աստծուն։ Իմ հույսս դնում եմ Տեր Աստծո վրա։ Ու քանի որ իմ հույսս դրել եմ Տեր Աստծո վրա, քանի որ քո ողորմությունն եմ գտել, քանի որ հիմա քո գալստյան հույսն ունեմ, ինչ եմ անելու, քո բոլոր գործերն եմ պատմելու։ Քո բոլոր գործերն եմ պատմելու։
Որտեղ այս ամեն ինչը ինչ է, անցողիկ է։ Այս ամեն ինչը անցնելու է, գնալու է, դրա համար իմ հույսս դնում եմ քո վրա։ Եթե քեզ ունեմ, քեզանից բացի ուրիշ բան չեմ ուզում։ Մենք որպես քրիստոնյաներ, եթե Քրիստոսին ունենք, Քրիստոսից բացի իրապես ուրիշ բանի կարիք չունենք։ Մենք ուղղակի երեխեքի նման գիտեք ինչ ենք անում։ Կարիքը խառնում ենք մեր ցանկությունների հետ։ Եվ նեղություն կլինի, դժվարություն կլինի, Տիրոջ հետ պետք է լինենք։ Սա է վերջը, սա է դատաստանը։ Հիշեք մի բան, Աստծո արդարությունը կատարյալ է, ոչ ոք չի մոռացվի եւ ոչ մի ցավ անտեսված չի մնա։ Լսում եք? Աստծո առաջ ոչ ոք չի անտեսվելու եւ ոչ մի ցավ չի անցնելու հենց այնպես։ Ամեն բան, ամեն ինչ իր ժամանակին իր հատուցումը ստանալու է։ Դրա համար մեր հույսը պետք է դնենք Տիրոջ վրա։ Մեր հույսը Տիրոջ վրա է եւ նրանով պետք է առաջնորդվենք։ Շարունակության մեջ 10-րդ համար ասում է այն օրը երբ գա փառավորվելու իր սրբերի եւ հիացմունքի արժանանալու բոլոր հավատացյալների մեջ։ Ովքեր են իր սրբերը։ Մենք ենք, եկեղեցին է։ Մի կարծեք սրբեր ասածը մենք միշտ սխալ ենք հասկանում, սուրբ, կատարյալ, անմեղ, չէ։ Սուրբերը բոլոր նրանք են, ովքեր որ Տիրոջով առանձնացված են եւ սրբված են Հիսուս Քրիստոսով։ Եվ ասում է, երբ որ Հիսուս Քրիստոս գա, ամբարիշները դատաստան են կրելու, հավիտենական դատաստան են լինելու, բայց Տիրոջ զավակները, Տիրոջ սրբերը հիացմունքով, ցնծումով ինչ են անելու, սպասելու են այդ երանելի օրվանը, փառավորելու են Տիրոջը եւ այս տրամաբանությամբ, որ նեղության մեջ քրիստոնյաները ինչ էին գոչում, մանանաթա։ Դեր շուտով արի քեզ ենք սպասում։ Նեղության մեջ քո կարիքն ունենք։ Ուզում ենք քեզանով առաջնորդենք, ուզում ենք քո երեսը տեսնենք, ուզում ենք ազատագրվենք այս մեղավոր աշխարհից, այս մեղավոր մարմնից, որովհետև մեր վկայությունը կհաստատվի ձեր մեջ այդ օրը։ Երբ որ ասում եմ մեր վկայությունը կհաստատվի, ինչ էր վկայում Պողոս առաքյալը։ Հիսուս Քրիստոսի մասին եւ նրա հատուցման մասին։ Ուրեմն Հիսուս Քրիստոսի հատուցումը իրական է։ Ընդունենք, չընդունենք, հավատանք, չհավատանք, դրանից ոչ մի բան չի փոխվելու։ Առավոտից իրիկուն կարող է կանգնել ասել արև գոյություն չունի, արևը ընդամենը մի հատ մեծ լամպուշկա է կամ լամպուշկեն հայերեն ո՞նց է։ Լամպ է։ Դրանից բան չի փոխվելու։ Արևը ոչ իր տեղն է կորցնելու, ոչ էլ իր զորությունն է կորցնելու։ Նույնպես եւ այս պարագայում է։ Կամ Տիրոջին ենք, Տիրոջն ենք հավատում, Տիրոջն ենք հետևում եւ հատուցումը կստանանք Տիրոջ հետ հավիտենական կյանք իր արքայության մեջ, կամ ինչ ենք անում, մերժում ենք եւ մերժման հատուցումը նույնպես ստանալու ենք։ Ուրեմն հիշեք, Քրիստոս գալու է փառավորելու իր սրբերի մեջ, փառավորվելու իր սրբերի մեջ եւ հավիտյան ցուցադրելու իր շնորհը նրանց կյանքում, այսինքն մեր կյանքում։ Մյուսը, եթե նեղության մեջ ես, հիշիր, որ Քրիստոսի գալուստը ինչ է, մոտ է, ցանկացած պահին կարա լինի, եւ այդ հույսով ենք ապրում, այդ հույսով ենք առաջ շարժվում։ Եթե մեղքի մեջ ենք, պետք է ապաշխարենք։ Ինչի, որովհետեւ Քրիստոսի գալուստը ինչ է, մոտ է ժողովուրդ։ Համ նեղության ժամանակ պետք է հիշենք, որ Քրիստոսի գալուստը մոտ է, եւ նաեւ երբ որ մեղք են գործել, պետք է ապաշխարենք, որովհետեւ Քրիստոսի գալուստը մոտ է։ Եվ եթե սպասում ենք նրա գալստյանը, ապրեք այնպես, ինչպես որ նա է ակնկալում։ Կարծես թե հենց վաղը Տեր Հիսուս Քրիստոս գալու է։ Նրա ներկայությունը քեզ համար լինի ոչ թե վախ, այլ ինչ, փառավոր հանգիստ։ Նեղությունների, դժվարությունների մեջ, Տիրոջ մեջ է, որ մենք հանգստություն ենք գտնում։ Աղոթենք ու խնդրենք, որպեսզի իրապես Տերը մեզ պատրաստ անի։ Պատրաստ անի, որպես իր զավակներ դիմավորելու Տեր Հիսուս Քրիստոսին, որտեղ դա կարող լինի ցանկացած պահի։ Եթե Քրիստոսինը չենք, ապա իմանանք, որ դատաստանը լինելու է, դատաստանից չենք կարողանալու ազատվել։ Ինչ անենք, ապաշխարենք, խոստովանենք, ընդունենք մեր մեղավոր վիճակը, խնդրենք, որպեսզի ներում ստանանք, որպեսզի Տիրոջինը լինենք, որպեսզի այդ գալիք արհավիրքից, գալիք դատաստանից ինչ անենք, դուրս գանք, ազատագրվենք, որպեսզի Տերը մեզ համար փրկիչ լինի, այլ ոչ թե
դատավոր։ Աղոթենք։ Տեր Աստված, իրապես փառք ենք քեզ տալիս։ Շնորհակալ ենք այս գեղեցիկ օրվա համար։ Շնորհակալ ենք քո խոսքի համար եւ քո խոստման համար, որ դու ասացիր, որ գալու ես Տեր։ Գալու ես եւ քո գալուստը չի ուշանալու Տեր։ Գալու ես այն ժամանակ, երբ որ դու ծրագրել ես եւ որպես քո հավատացյալներ, որպես քո զավակներ սպասում ենք քո գալստյանը Տեր։ Մեր հույսը, մեր նպատակը դու ես Տեր։ Ուստի աղոթում եմ, որ իրապես օգնես, որ ամեն ինչի մեջ քեզ փառավորենք, քո կամքը փնտրենք, օգնի, որ չնայենք աճ, չնայենք ձախ Տեր, այլ հավատարմորեն, եթե նեղության մեջ ենք, ինչպես որ Թեսաղոնիկի եկեղեցին էր համբերում, հավատարիմ լինելով, մենք էլ այդպես հավատարիմ մնանք։ Ցնցանք ու ուրախանանք, եթե քո անվան ու փառքի համար նեղություն ենք կրում։ Բայց չլինի թե այդ նեղությունը մեր հանցանքների, մեր մեղքերի համար լինի, Տեր։ Ուստի ների ու ողորմիր մեզ։ Իսկ եթե դեռ քեզ չենք ճանաչում, եթե դեռ դու մեր Տերը, դու մեր Փրկիչը չես, ապա խնդրում եմ, որ ներես Տեր։ Բացես մեր սիրտը, որ ավետարանիդ առաջ հնազանդվենք եւ հնազանդությամբ ընդունենք քեզ։ Որպեսզի երբ որ այդ պահը գա, քո սուրբերիդ հետ միասին քեզ փառավորենք։ Հիսուս Քրիստոսի սուրբ անունով աղոթեցի։ Ամեն։ Տեր օրհնի բոլորիդ սիրելիներ։